Բարի լույս արգելի հետևորդներ, անկեղծ ասած առավոտը գնացել էի վազելու, երեք մի քիչ լավ չէի զգում ու տուն եմ վերադառնում, տեսնում եմ հետևորդներիցս մեկը ինձ ուղարկել է մի հոլովակ, որտեղ ելույթ է ունենում, ուրեմն Տաշիր Սամոյի թիմի անպահպանակ սեռական հարաբերության հետևանք Ալիկ Ալեքսանյանը։ Հիմա Ալիկին հրավիրեք ես թարավ այդ մանկապատանեկան խմբակի թրաշամանուկին, որովհետև մի երկու բան ունեմ ասելու։ Բայց մինչ այդ խնդրում եմ Հայաստանի Հանրապետության կառավարության բոլոր անդամներին ընդհանրապես չանդրադառնալ Ալիկ Ալեքսանյանին։ Ալիկ Ալեքսանյանը իմ բաժինն է։ Ալիկի տեղը ես պետքա ցույց տամ, որովհետև այդ չաթլախը այդքան չկա, որ դուք ձեր էջերը կեղտոտեք այդ չաթլախի ստերով։ Հիմա գամ հերթով և փաստերով։ Ալիկ Ալեքսանյանը հայտարարում է, որ երեկվա վթարը տեղի է ունեցել վարչապետին ուղեկցող ուրեմն ավտոբուսի հետևանքով։ Կրկնում եմ, այ անպահպանակ սեռական հարաբերության հետևանք։ Նախ և առաջ այդ ժամին Հայաստանի Հանրապետության վարչապետին գտնվել է Երևան քաղաքում և տվյալ ավտոբուսը չի ուղեկցել ՀՀ վարչապետին։ Եվ տգետ, եթե չգիտես ասեմ իմացի, ոստիկանության ավտոբուսներ վարչապետին չեն ուղեկցում։ Այդ մեկ։ Երկրորդ ստախոս չաթլախ սրիկա։ Գնա անգրագետ նգնեի էջը կարդա, ես փաստերը կդնեմ այս հոլովակի կոմենտ բաժնում։ Բաց տեքստով գրված է, որ ձեր ռուսերենով ասած Նիսան մեքենան պրոտիվ է եկել տվյալ ավտոբուսին։ Երորդ սրիկա չաթլախ լակոտ։ Դու ու կալուգեցի Սամո շեֆըդ հանկարծ ու հանկարծ չհամարձակվեք, ձեր քիթը խոթեք Հայաստանի Հանրապետության ներքաղաքական հարցերի մեջ։ Հակառակ դեպքում դուք իսկապես շատ լուրջ խնդիր կունենաք իմ հետ։ Շատ լուրջ խնդիր։ Այ մումուսիկ պուպուսիկ մի հատ էլ կրկնվեմ բոգլյուբի տրոյցու, ոնց դուք եք ասում ձեր ռուսերենով։ Այ անպահպանակ սեռական հարաբերության հետևանք։ Բավական չի դուք այս ձեր տխմար հոլովակներով փորձեք ազդել Հայաստանի Հանրապետության քաղաքացու հոգեբանական վիճակի վրա։ Բավական չի մանիպուլացնեք իմ ժողովրդին։ Ես ձեր 7-40 անելու եմ։ Եթե Հայաստանի Հանրապետության ուրեմն վարչապետն ու կառավարության անդամները ժողովրդավարության ամենամեծ ուրեմն պատասխանատուներից են, Նատալի Ալեքսանյանը ձեր համար ժողովրդավար կառավարության անդամ չի։ Ոտատակ կառնեմ, ձեր ստերով հանդերձ կանցնեմ առաջ։ Լսեցիր չաթլախ, սա քո վերջին զգուշացումն է։ Ու հետ այսու որևէ սուտ քո ալիքում տեսնելուց հետո ես փաստով, վիդեո հոլովակով կտեղեկացնեմ իմ ժողովրդին, որպեսզի դուք վերջնականապես ոչնչանաք։ Դեռևս այսքանը, Ալիկո։